Եվ այսպես ուշադրություն, հրատապ տեղեկատվություն, տարբեր աղբյուրներ պնդում են, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի եւ Կադիրովի միջև հարաբերությունները շատ սարսափելի լարված են եւ վերջերս էլ որ Կադիրովը Ռուսաստանի Դաշնությունում վաստակավոր բժիշկ ազգությամբ հայի պարգևատրեց, դա Ադրբեջանում քաոս էր ստեղծել, որ ոնց կարելի է լավ հարաբերություններ ունենալ հայերի հետ եւ այլն եւ այլն։ Ռուսաստանում ապրում են միլիոնավոր հայեր, որոնց հետ ռուսները եւ չեչենները ունեն նորմալ հարաբերություններ։ Բայց քանի որ չեչենները իրանք ուրիշ կրոնի դավանող են, այսինքն նույն ադրբեջանական կրոնը, իսլամիստ են, իսլամական այս միավորումը փաստորեն այդքան էլ միավորում չի, այսինքն Ադրբեջանի նախագահը որպես նույն կրոնի ներկայացուցիչ Կադիրովի հետ պետք է ունենար լավ հարաբերություններ, իրանք չունեն լավ հարաբերություններ։ Մենք գիտենք, որ տարիներ առաջ Կադիրովի շրջապատից տարածվեցին այսպիսի մի տեղեկատվություններ, որ նրանք այդքան էլ լավ չեն վերաբերվում Ալիևի գործողություններին, քանի որ նա ոչնչացնում է կրոնական արժեքները իր ընտանիքով հանդերձ։ Այսինքն իր ընտանիքի կանայք, աղջիկները եւ իր տիկինը ինչպես են հագնվում։ Բավականին ոչ այդքան էլ իսլամական պետության կրոնական կանոններին համապատասխանող, նրանք հագնվում են եվրոպական հագուստներ եւ կարծես թե ոչ թե Ադրբեջանի այս իսլամական պետության առաջին տիկինը կամ առաջին դուստրերն են, այլ հոլիվուդյան չստացված եւ նաեւ շատ տհաճ աստղեր հագուստով փորձում են նմանվել Քիմ Քարդաշյանի, բայց դե բնականաբար տեսքով եւ այլ հնարավորություններով հաստատ շատ հեռու են Քիմ Քարդաշյանից։ Կադիրովի խնդիրը Ալիևը տեղել է կրոնական հարցերի շուրջ եւ հիմա էլ որ Ալիևը շարունակում է նման խնդիրներ ստեղծել իսլամական աշխարհի համար, իսլամական աշխարհը Ադրբեջանի նախագահին չի սիրում եւ իհարկե միշտ բարձրաձայնում են, որ այս խնդիրը կա, որ Ալիևը իսլամական երկրներից միակ ղեկավարն է, որը այսպես է վարվում իրենց կրոնի հետ, իհարկե ու լինես քրիստոնյա, լինես մուսուլման եւ այլն, մեկը մեկի կրոնը հարգում է, մանավանդ քրիստոնյաները մնացած բոլոր ազգերի կրոնները հարգում են, երբ որ գնում են իսլամական երկրներ, իրենց պահում են այնպես, ինչպես որ թելադրում է իսլամական երկրների կարգ ու կանոնը, մանավանդ կրոնին վերաբերող, թե որտեղ ինչ կարելի է հագնել, որտեղ ոնց պետք է մարդը իրեն պահի, անկախ նրանից ինքը զբոսաշրջիկ է թե տեղացի, բայց սրանք իրենց կրոնը, սեփական կրոնը չեն ուզում պահեն, Կադիրովն էլ բարկացել է եւ փորձելու է այս հարցը Ալիևի հետ քննարկել, եթե չստանա լուծումներ, այսինքն Ադրբեջանի նախագահը շարունակի իրեն լկտի պահել սեփական կրոնի նկատմամբ, ապա Ադրբեջանի դեմ Կադիրովի գործողությունները արդեն անկանխատեսելի կլինի։ Չենք կարող ասել, որ Կադիրովը Ալիևի դեմ շատ սարսափելի գործողություններ կարող է անել, բայց շատ սարսափելի, եթե նույնիսկ չանի, որոշակի գործողություններ կան, որոնք նա կարող է անել, օրինակ հայերի հետ լավ հարաբերություններ։ Վերջին շրջանում Կադիրովը բավականին շատ հայ ընկերներ ունի, նույնիսկ դերասան հայ ընկերներ, օրինակ Միխայել Գալուստյանը, Միշան, որը Կադիրովի նմանակումն էր անում, որից հետո Կադիրովի հետ ընկերացել էր եւ որը եւս ադրբեջանցիների համար շատ ծանր ընդունելի փաստ էր։ Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ ապրում է 3 միլիոն հայ, Հայաստանի Հանրապետությունը ուզի չուզի, ռսին սիրի թե չսիրի, մեկը կապված է Ռուսաստանի հետ տնտեսապես եւ նաեւ այդ 3 միլիոն հայը մեր հայերն են, էլի կապված ենք իրանց հետ։ Մեզ համար շատ կարեւոր է, որ հայությունը Ռուսաստանում ապրի ապահով, արժանապատիվ եւ հարգանք վայելի։ Եվ ինչքան ադրբեջանցիների թշնամիները Ռուսաստանում ավելանան, այնքան հայերի բարեկամները Ռուսաստանում կավելանան։ Եվ այսպես ուշադրություն խոսել է Տաշիր ընկերությունների գլխավոր հիմնադիր Սամվել Կարապետյանը, նախ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին շեշտել է հետևյալը, որ մենք տնտեսապես կապված ենք այնքան, որ անջատել հնարավոր չէ եւ նույնիսկ եթե փորձեր արվեն, դա Հայաստանի տնտեսությունը քանդելու է։ Գլխավոր խոսքը այն էր, որ Հայաստանը չի կարող գնալ Եվրամիություն դուրս գալով ԵԱՏՄ-ից, քանի որ հայկական բիզնեսները հիմնականում կապված են
ԵԱՏՄ-ի հետ։ Սա բոլորը գիտեն, սա գիտի կառավարությունը, Ռուսաստանը, Եվրամիությունն էլ սա շատ լավ գիտակցում է, որ այս պետությունը այնքան են տարել մտցրել ռուսական ազդեցության գոտի, որ այդտեղից հանելը ուղղակի անհնարին է։ Բայց ինչի են տարել մտցրել ռուսական ազդեցության գոտի, որովհետև Հայաստանը չուներ այլ ընտրանք։ Որն էր Հայաստանի այլ ընտրանքը, եթե ինքը բլոկադայի մեջ է, միակ ճանապարհը բաց է դեպի Ռուսաստան, եւ ինքը պետք է օգտվի այդ ճանապարհից։ Միակ պետությունը, որը Հայաստանի զենք է վաճառել միջև այս վերջերս, դա եղել է Ռուսաստանի Դաշնությունը։ Իսկ այդ առումով էլ ենք մենք կապված եղել։ Եվ ոչ թե միգուցե նախագահներ ենք ունեցել, որոնք ուզեցել են, որ դա այդպես լինի եւ իրենք դա այդպես արել են, ունենալով իրանց անձնական մեղքը, բայց ըստ էության Հայաստանը որպես պետություն չի ունեցել հնարավորություններ չկապվել Ռուսաստանի հետ, դա պետք է եվրոպացիները հասկանան։ Այդ երբ եվրոպացիները Թուրքիայի վզին տվեցին, ասեցին, այդ ճանապարհը բացի, Հայաստանի հետ ուզում ենք կապ ունենանք, ցամաքային կապ, որ Թուրքիան չբացեց։ Ոչ մի պետություն լրջորեն չի աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանների բացմանը։ Ռուսաստանին բնականաբար դա պետք չէ եւ դա Ռուսաստանը ամեն գնով այնպես է անելու, որ տեղի չունենա, բայց Եվրոպային ինչի պետք չի, մենք չենք հասկանում։ Եթե Եվրոպային դա պետք լիներ, Թուրքիան վաղուց կբացեր սահմանները։ Սանկցիաներ կդներ Եվրոպան Թուրքիայի վրա, որ եթե չես բացում սահմանը, օրինակ այսքան մաքսատուրք ենք ավելացնում Թուրքիայից Եվրոպա ներմուծվող ապրանքների վրա։ Ռուսների դեմ աշխարհի մաքսատուրքերը սահմանել են, գրեթե ոչնչացնելով ռուսական ներկայությունը Եվրոպայում։ Գազը կտրեցին, ապրանքները չուզեցին, ամեն ինչ արեցին։ Եվ սա նշանակում է հետևյալը, որ Հայաստանը չի ունեցել ելք, նույնիսկ եթե նախագահները նախկին եղել են ռուսամետներ, դա այդքան էլ չի նպաստել, որ մենք Ռուսաստան գնանք։ Հիմնականում նպաստել է այսօրվա մեր աշխարհագրական դիրքը, որ ուրիշ տեղ չես ունեցել գնալու, գնացել ես Ռուսաստան։ Հիմա ունես ուրիշ տեղ գնալու, ըստ էության չունես։ Գեղեցիկ խոսքեր Եվրոպայից հնչում են, ազգային ժողովում ընդունվեց դեպի Եվրոպա գնալու այդ բանաձևը, Եվրոպայից Բրյուսելից մասնավորապես դա այնպես չողջունվեց, ինչպես որ մենք սպասում էինք, բարձրաստիճան որևէ պաշտոնյա դրա մասին առանձին խոսակցություն չի ունեցել, հայտարարություն չի արել։ Եվ հետո ոնց են գնում Եվրոպա, որ ոչ ցամաքային, ոչ էլ ծովային սահմաններ չունենք։ Ոնց են գնում, ինչով են գնում, ինքնաթիռով։ Հայաստանը չի կարող ինքնաթիռով այն աստիճանի, այն քանակությամբ բեռներ փոխադրի Եվրոպա, որքան դա կարող է անել տրանսպորտային ճանապարհով դեպի Ռուսաստան։ Մենք ռուսների մասին մեր կարծիք իհարկե չենք փոխում, ռուսական ղեկավարությունը հայ ժողովրդին դավաճանել է,